ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանից մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին, ամփոփելով իր այցը։ Մասնավորապես լրագրողը անդրադարձել է 5 և 4 միլիարդ դոլարի վերաբերյալ երեկվա հայտարարությանը, որը մի շարք տարակարծիք մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Դուք նշեցիք 5 և 4 միլիարդ դոլարի աջակցության մասին։ Կարող եք պարզաբանել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, քանի որ ձեր հայտարարությունը սխալ է մեկնաբանվում, փորձել է ճշտել լրագրողը։ Հարցին ի պատասխան Վենսը նշել է. «Երեկ մեր ստորագրած փաստաթղթերից մեկը եւ այն փաստաթղթերը, որոնց վրա դեռ աշխատում ենք մեր հանդիպումների ժամանակ, Հայաստանում մեծ ներդրումների մասին են նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջև կնքված լավ գործարքների շնորհիվ։ Այս նախաձեռնություններից մեկը շատ մեծ տվյալների կենտրոն է, կարծում եմ այն արդեն մեկնարկել է։ Տվյալների կենտրոնը կարող հասնել մինչև 4 միլիարդ դոլար ընդհանուր ներդրումի Հայաստանում։ Այն նաեւ նախատեսում է մեծ թվով աշխատատեղեր տուն դարձողների համար։ Սա դասական փոխշահապետ գործարք է։ Կարծում եմ նախագիծը ի վերջո կարող է հասնել 4 միլիարդ դոլարի։ Արդեն իսկ տեսնում ենք զգալի ներդրումներ Հայաստանում եւ ակնկալում ենք, որ այս միտումը շարունակական կլինի», ասել է նա։